և հասկանում էի, որ դա իմ կյանքի վերջին գարունն է։ Ես հասկանում էի, որ մինչև այդ շաբաթվա վերջ ես կարող է չապրեմ ու խնդրում էի. Աստված իմ, այնպես արա, որ ես առավոտյան չարթնանամ։ Առավոտյան արթնանալով ասում էի Աստված իմ, ինչի համար է այս օրը, քանի որ գիտեի, որ այն իր հետ նոր տանջանքներ ու նոր չարչարանքներ է բերելու։ Բայց շնորհակալ եմ Աստծուց, որ նա տեսել է ինձ այս բոլոր տարիների ընթացքում, որ նա եղել է իմ կողքին, որ նա եղել է իմ ծնողների կողքին։ Եվ մի օր մեր տուն եկավ մեր հեռավոր բարեկամներից մեկն ու սկսեց ավետարանել։ Նա եկել էր որպես եկեղեցու ներկայացուցիչ, նա եկել էր հենց Աստծուց։ Նա սկսեց մեր տանը խոսել նրա սիրո մասին։ Ես նրան չէի լսում, իմ սիրտը լցված էր ատելությամբ, դաժանությամբ։ Ես չէի լսում նրան, բայց մայրս սկսեց լսել ու մայրս սկսեց աղոթել։ Նա հավատաց, որ Տեր Հիսուսն ինչ-որ բան կարող է անել մեր կյանքում։ Այդ քույրիկը զանգեց իր բոլոր ընկերներին, ծանոթներին և եկեղեցին սկսեց աղոթել։ Բոլոր աղոթքաժողովների ժամանակ բոլոր տնային խմբերում աղոթում էին, աղոթում էր նաև մայրս։ Ես սկսեցի ավելի հաճախ հիվանդանալ և կյանքումս եկավ այնպիսի ժամանակ, երբ ես դադարեցի ընդհանրապես անկողնուց վեր կենալ։ Ոտքերս համարյա հրաժարվել էին շարժվելուց, ձեռքերս այնպիսի վիճակում էին գտնվում, որ անգամ չէի կարողանում քթալը բռնել, մայրս էր ինձ կերակրում, բայց այդ ամբողջ ընթացքում ես շարունակում էի թմրադեղեր ընդունել։ Մորս սիրտը կոտրատվում էր, նա ցանկանում էր ինչ-որ բանով օգնել, բայց չէր կարողանում։ Եվ մի անգամ, երբ բժիշկներն արդեն վերջնական ախտորոշում էին տվել ու ասել էին, որ ինձ առավելագույնը 2 ամիս ժամանակ է մնացել, ես ուրախացա։ Ուրախացա, քանի որ մինչ այդ ես մի քանի անգամ փորձել էի վերջ տալ կյանքիս, բայց ինձ մոտ չէր ստացվել, ու ես դրանից ավելի էի տանջվում, քանի որ տեսնում էի, որ ոչ ապրել եմ կարողանում, ոչ մեռնել։ Ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, և երբ ասացին, որ ինձ 2 ամիս է մնացել, ես ուրախացա, ասացի դե վերջապես, ամեն բան կվերջանա։ Մայրս սկսեց պատրաստվել իմ թաղմանը, մենք նրա հետ գնացինք և գնեցինք ինձ համար հագուստ, որը պետք է հագցնեին ինձ թաղմանս ժամանակ, և այսպես իմ ամբողջ ընտանիքն ու ես սպասում էինք իմ մահվանը։ Բայց մեր տուն շարունակում էր գալ այն քույրիկը, մեր բարեկամը, և եկեղեցին շարունակում էր աղոթել, իսկ մայրս, թեև պատրաստվում էր իմ թաղմանը, բայց միևնույն ժամանակ կանչում էր Տիրոջը, դիմում էր նրան։ Եվ մի անգամ մայրս պատմեց, որ մեզ մոտ կա մի զարմանալի եկեղեցի, վերականգնողական կենտրոն, որտեղ Աստված հրաշքներ է գործում։ Նա էլի ինչ-որ բաներ ասաց, բայց ես ասացի ոչ, ես այլևս ոչ մի հնարավորություն չունեմ, ինձ համար հույս չկա։ Եվ նա հանկարծ մի այնպիսի արտահայտություն արեց, որը գրավեց իմ ուշադրությունը։ Նա ասաց, որ այդ մարդիկ օգնությունն անվճար են ցույց տալիս։ Ես ասացի դե լավ, եթե անվճար է, ես կգամ, կտեսնեմ, բայց քեզ ոչինչ չեմ խոստանում ու ոչինչ չեմ պատրաստվում փոխել իմ կյանքում։ Մինչ այդ 5-ից 6 տարիների ընթացքում լուրջ պայքար էր գնում իմ կախվածության դեմ։ Մենք ծախսել էինք մեծ գումարներ, ինձ պարկացրել էին շատ թանկ կլինիկաներ։ Մի քանի անգամ արյունս մաքրել էին, և այդ բուժումներն արժեին մի քանի $1000 մեկ շաբաթվա համար։ Ինձ պարկացրել էին հոգեբուժական կլինիկաներ, դիմել էինք էքստրասենսներին, տնային բուժումներ էինք արել, բայց ոչինչ չէր օգնում։ Դրա համար, երբ լսեցի, որ կան մարդիկ, ովքեր օգնությունն անվճար են առաջարկում, ես համաձայնվեցի գնալ, բայց միայն տեսնելու համար։ Եվ ահա կյանքումս առաջին անգամ ես գնացի եկեղեցի, պաշտամունքի, գտնվելով շատ ուժեղ ալկոհոլի և թմրադեղի ազդեցության տակ, ես առաջին անգամ եկա ու ոտք դրեցի աղոթքատան շեմին, և առաջինն ինչ-որ զգացի դա այն էր, որ ինչ-որ մեկը նայում է ինձ։ Ես նայեցի շուրջ բոլորս և տեսա, որ ոչ մեկ չի նայում ինձ, բայց ես ինձ վրա զգում էի ինչ-որ մեկի սևեռուն հայացքը։ Հետո սկսվեց ծառայությունը, անցել է մոտ 13 տարի, բայց ես հիշում եմ այդ քարոզը, ես հիշում եմ, թե ինչ էր քարոզում մեր հովիվը։ Եղան մի քանի վկայություններ ու երբ եկեղեցին սկսեց աղոթել, իմ ներսում ինչ-որ բան սկսեց կատարվել։ Գիտեք,
Մեր եկեղեցում մենք բարձր ենք աղոթում, քանի որ մեզանից համարյա բոլորը մարդիկ են, ում Աստված հանել է այնտեղից, որտեղից մարդը երբեք չի կարող ինքնուրույն հետ գալ։ Դրա համար էլ մենք շատ ենք սիրում Աստծուն եւ բարձրաձայն ենք աղոթում։ Եկեղեցին սկսեց աղոթել ու իմ ներսում սկսեց ինչ-որ բան կոտրվել, փոխվել։ Ես նայում եմ կողքի մարդկանց եւ տեսնում եմ, որ նրանք իրական են, որ նրանք իրապես երջանիկ են, որ դա կեղծ երջանկություն չէ։ Ես հանեցի գրպանիցս ծխախոտը, տվեցի մորս ու ասացի՝ դեն գցիր, ես այլևս չեմ ծխելու։ Մի քանի րոպե անց ես ասացի՝ գնա տուն եւ թմրադեղերը, որոնք մնացել են, դեն գցիր, ես այլևս չեմ ընդունելու դրանք։ Մայրս նայում էր ինձ ու վախենում էր ինչ-որ բան հարցնել, որ ինձ չվախեցնի։ Ասացի՝ ես չգիտեմ, թե ովքեր են այս մարդիկ եւ չգիտեմ, թե ինչ են նրանք անում, բայց ես ուզում եմ նրանց հետ մնալ։ Ծառայությունից հետո մենք մոտեցանք ծառայողին եւ ինձ թույլ տվեցին մնալ եւ ահա 13 տարի է, որ ես Աստծո ողորմությամբ գտնվում եմ այդ եկեղեցում եւ Աստծո ողորմությամբ կարողանում եմ պահել հավատարմությունս ու ծառայել նրան։ Անցավ մի քանի օր եւ գիտակցությունը սկսեց մաքրվել, սկսեցի ուշքի գալ ու հանկարծ հիշեցի, որ մի անգամ ինչ-որ մեկը, ես չէի հիշում, թե ով էր այդ մարդը, թե դա երբ է եղել, որ թվականին, տարվա որ ժամանակ, բայց ինչ-որ մեկն ինձ ասել էր, որ Աստված սիրում է քեզ։ Ու երբ Աստված սկսեց մաքրել իմ խիղճը, իմ միտքը, իմ հոգու աշխարհը, հանկարծ այդ բառերն իմ մեջ կենդանացան։ Ես այնպես հասկացա, որ ես գիտեի այդ բառերը, դրանք արդեն կային իմ ներսում, դրա համար ես հիշում եմ իմ կյանքի այդ պահը եւ հիմա աշխատում եմ յուրաքանչյուրին, ում հանդիպում եմ, ասել Աստծո սիրո մասին, չնայելով նրա վիճակին, նրա ալկոհոլային կամ թմրադեղային կախվածությանը կամ էլ ինչ-որ բաների, ես միշտ փորձում եմ ասել այդ բառերը, քանի որ գիտեմ, որ դրանք ընկնում են սրտի մեջ, դրանք ընկնում են հոգու մեջ ու մնում են այնտեղ, եւ կգա ժամանակ, երբ սերմը կկենդանանա, ինչպես որ ինձ հետ եղավ։ Աստված սկսեց ինձ հետ աշխատանք տանել։ Ես 3 օր ապրեցի այդ մարդկանց մեջ ու հետևում էի նրանց։ Ու երրորդ օրվա վերջում ինձ համար զարմանալի մի փաստ նկատեցի, որ այդ մարդիկ, ովքեր ինձ իրենց սիրով շրջապատել էին, որ այդ յուրահատուկ մարդիկ ինչպես խոսում են, այդպես էլ ապրում են, եւ դա ինձ համար մեծ հրաշք էր։ Աստված օրհնեց եւ այդ մարդկանց հետ վերականգնողական կենտրոնում մնալու երրորդ օրվա վերջում ես ապաշխարեցի, ծնկեցի Աստծո առաջ եւ կյանքում առաջին անգամ երկար տարիներ անց ես լացեցի ու ամեն արցունքի հետ իմ ներսից սկսեց դուրս գալ այն ցավը, որը կար իմ ներսում, այն պղծությունը, որով լցված էր իմ ներսը, ես զգացի ազատություն, ուրախություն, մաքրություն եւ նորոգում։ Մեկ օր անց Աստված ինձ մկրտեց Սուրբ Հոգով։ Ես դեռ շատ քիչ բան էի հասկանում, բայց հաստատ գիտեի, որ դա Աստված է, ու հաստատ գիտեի, որ նա կենդանի է։ Ես հաստատ գիտեի, որ իմ կյանքում երբեք այլևս որևէ վատ բան չեմ անելու, այլ միայն ապրել այդ Աստծո հետ ու ծառայել նրան։ Մայրս, ով կողքիս էր, մի քանի օր անց ասաց. ահա այսպիսի Աստծուն կարելի է հավատալ։ Նա ապաշխարեց, Աստված նրան նույնպես մկրտեց Սուրբ Հոգով եւ Աստված այնպիսի հրաշք արեց, որ մենք նույն օրն իրար հետ ուխտ կապեցինք Տիրոջ հետ։ Անցավ ժամանակ, ես հաստատ գիտեի, որ ծառայելու եմ Աստծուն, ես սիրում էի դա, ձգտում էի դրան, սկսեցի ինչ-որ բան անել, բայց հաճախ էի հիվանդանում, ոտքերիս երակներն էին պայթում, շատ դժվար էր, ներքին օրգաններս էին ցավում, թեպետ Աստված բժշկել էր, բայց պարբերաբար այդ ամենը կրկնվում ու բորբոքվում էր։ Մի անգամ ես եկա ծառայողի մոտ ու ասացի, ինձ դժվար է, ես հիվանդ եմ, ես այնպիսի ախտորոշումներ ունեմ։ Նա նայեց ինձ ու ասաց, ես չունեմ այդպիսի ախտորոշումներ, ինչպիսին դու, բայց կարող է դուրս գամ եկեղեցու տարածքից, վթարի ենթարկվեմ ու այլևս չլինեմ։ Իսկ դու այդ քո ախտորոշումներով կարող ես դեռևս 20 տարի ապրել, բայց թե ինչպիսին կլինեն այդ 20 տարիները, դա կախված է քեզանից, եւ ասաց գնա ու ծառայիր։ Ես դուրս եկա նրա մոտից եւ հենց այդ դռների հետևում որոշում կայացրեցի,
Աստված իմ, ես տեսնում եմ, որ ինձ ավելի քիչ է մնացել, քան մյուսներին, դրա համար օգնիր ինձ անելու ավելին, քան ուրիշները։ Այդ օրվանից ես շտապում եմ ապրել, անցել է ավելի քան 12 տարի, այն օրվանից, երբ ես կայացրեցի այդ որոշումը, ու ես գիտեմ, որ ես քիչ ժամանակ ունեմ, որ ես պետք է հասցնեմ։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ նա երկարացրել է իմ կյանքի տարիները եւ նա զորացնում է իմ մարմինը, նա զորացնում է իմ հոգին։ Ես շնորհակալ եմ նրանից այս ամենի համար։ Ամեն օր ես ուժ ունեմ վեր կենալու, ամեն օր ես ուժ ունեմ փնտրելու նրա երեսը, խոսել, շփվել նրա հետ։ Աստված պատրաստեց իմ սիրտը եւ 3 տարի անց եղբայրներից մեկն ինձ առաջարկություն արեց՝ մեր եկեղեցու ծառայողը։ Ես գիտեի, որ ես երբեք չեմ կարող երեխա ունենալ, քանի որ մինչ այդ իմ 2 երեխաները մահացել էին ու երկրորդ երեխայի ծնվելուց հետո ինձ այնպիսի վիրահատություն էին արել, որից հետո կինը չի կարող այլևս երեխա ունենալ։ Ես գիտեի, որ երբեք չեմ կարող ունենալ երեխա, եւ երբ ամուսնանում է, այդ մասին խոսել ենք ամուսնուս հետ։ Նա ասաց, եթե մենք երեխաներ չունենանք, ապա երկուսով կծառայենք Աստծուն, բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա չի մտածում մեզ նման, եւ նա ծրագրում է բոլորովին այլ բան, քան մենք ենք ծրագրում, եւ մեր առաջնեկը Եփրեմը ծնվեց ուղիղ 9 ամիս անց մեր հարսանիքից հետո։ Աստված ցույց տվեց, որ նա վեր է ամեն տեսակի բժշկությունից, Աստված ցույց տվեց, որ ինքն իր ծրագիրն ունի մեր կյանքի, իմ կյանքի համար, եւ Աստված իմ անպտղության ախտորոշման պայմաններում տվեց ինձ հնարավորություն ունենալ 4 հրաշալի արու զավակ։ Մենք ծառայում էինք ամուսնուս հետ Աստծո համար, մենք շատ էինք աշխատում։ Ես գնում էի կալանավայրեր, զբաղվում էի պրոֆիլակտիկ ծառայությամբ, ծառայում էի Կիրակնորիա դպրոցում, մի շրջապատված է երեխաներով, եւ այն գյուղում, որտեղ մենք ապրում էինք, մեր եկեղեցին ուղարկեց ավետարանիչների։ Մեր գյուղում բացվեց միսիոներական կայան։ Քույրերն ու եղբայրներն սկսեցին ծառայել այդտեղ, եւ մեր տանը բացվեց Կիրակնորիա դպրոց։ Այնպես ստացվեց, որ մեր Կիրակնորիա դպրոց սկսեցին հաճախել նաև անապահով ընտանիքի երեխաներ։ Մենք սկսեցինք ծառայել այդ երեխաներին, սկսեցինք քարոզել, զբաղվել նրանց հետ, անցկացնել աստվածաշնչյան դասեր, բայց հետո հասկացանք, որ այդ երեխաներն ինչ-որ ավելի բանի կարիք ունեն, ու մենք սկսեցինք նրանց կերակրել, սովորեցնել։ Հետո տեսանք, որ նրանք ավելիի կարիք ունեն։ Մենք նրանց սկսեցինք հագցնել, կերակրել, սովորեցնել։ Հետո տեսանք, որ էլ ավելի բանի կարիք կա։ Սկսեցինք գնալ նրանց ընտանիքներ, ծանոթանալ ծնողների հետ, սկսեցինք մտերմանալ նրանց հետ, բայց տեսնում ենք, որ ինչ-որ ավելին, այլ բան պետք է անել։ Եվ Աստված հատկապես մեր եկեղեցու ուշադրությունը հրավիրեց 2 ընտանիքների վրա, ովքեր ապրում էին մեր տնից ոչ հեռու։ Մի ընտանիքում 4 երեխա կար, մյուսում 2, եւ այդ երեխաները շատ էին տառապում այդ ընտանիքներում, նրանք սոված էին մնում։ Ծնողները նրանց ծեծում էին, խմում էին, տնից ամեն բան հանում վաճառում էին, իսկ այն իրերը, որ մենք ենք տալիս երեխաներին, խլում էին, վաճառում ու խմում։ Մենք սկսեցինք հոգ տանել այդ երեխաներին։ Այդ ժամանակ այնպես ստացվեց, որ մեր եկեղեցի մի կին եկավ երեխայի հետ կալանավայրից։ Նա այնտեղ էր ծննդաբերել։ Մեզ հետ մնաց մի որոշ ժամանակ, իսկ հետո թողեց այդ երեխային ու գնաց։ Այդ երեխան շատ էր տուժել, նրան ավազակավորչերից մեկում շատ ուժեղ ծեծել էին։ Ամուսնուս հետ գնացինք հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք, գտանք այդ երեխային ծեծված, տանջված, ծանր վիրահատությունից հետո հեռացրել էին լեղապարկը։ Մենք գտանք այդ երեխային, մեզ թույլ տվեցին նրան վերցնել, տարանք նրան մեր տուն, սկսեցինք հոգ տանել, ձևակերպել փաստաթղթերը։ Հետո նա տարավ եւս մեկ սրտի փականի ծանր վիրահատություն, նրան ոտքով խփել ու ծանր վնաս էին հասցրել։ Եվ Աստված այս երեխայի հետ մեծ հրաշք կատարեց։ Այստեղ Մաքսիմը վկայել է այդ մասին, նա այսօր ամբողջովին առողջ է։ Երբ նրան հանեցին վերակենդանացման բաժանմունքից, մենք նրա կողքին էինք, պալատում, ես 3-րդ երեխայով հղի էի եւ պետք է 1 ամսից ծննդաբերեի։ Մաքսիմը դեռևս պառկած էր եւ մենք իմացանք, որ մեր կենտրոնում մի աղջիկ երեխա են թողել։ Մի կին եկել էր կալանավայրից, նա նույնպես այնտեղ էր ծննդաբերել ու երեխային թողել էր մեզ մոտ եւ պետք էր շատ արագ լուծել այդ երեխայի հարցը։ Ես զանգեցի ամուսնուս եւ ասացի. «Ժենյա, մենք պետք է վերցնենք այդ երեխային»։ Նա ասաց. «Ինչպես ես դա պատկերացնում։ Դու շուտով երրորդը պետք է ունենաս, մեկը պառկած է հիվանդանոցում ծանր վիճակում, նրան
դեռ պետք է ոտքի հանել, իսկ այս աղջիկը շատ փոքր է, նա 9 ամսական էր։ Ես ասացի, ես չեմ պատկերացնում, բայց պարզապես վստահում եմ Աստծուն։ Եվ նա ասաց, դե ուրեմն հանձնվենք ու վստահենք Աստծուն։ Եվ մենք վերցրեցինք այդ աղջկան եւ գիտեք, երբ ես նրան ձեռքերիս վրա տուն տարա, միանգամից ծնկեցի, սկսեցի լացել ու ասացի. երեխաներ, սա մեր աղջիկն է, իսկ Եփրեմը մեր առաջնեկն ասաց, ոչ, սա իմ աղջիկն է, դա ես եմ աղոթել։ Եվ մենք շատ գոհացանք Տիրոջից։ Ես պահում էի նրան իմ ձեռքերի մեջ ու հիշեցի, որ երբ դեռ մեղքի կյանքով էի ապրում ու չգիտեի Աստծուն, իմ 2 երեխաները մահացան՝ տղա ու աղջիկ։ Եվ Աստված մեզ սկզբից տվեց տղա, իսկ հետո աղջիկ։ Ես տեսա, որ Աստված տվեց ինձ կյանք ու էլ ավելի։ Ես տեսնում էի, թե ինչպես է նրա խոսքը կատարվում մեր կյանքում։ Եվ ելի այդ 2 ընտանիքները, ովքեր ապրում են մեր հարևանությամբ եւ օգնության կարիք ունեին։ Այն ընտանիքում, որտեղ 4 երեխա կար, նրանցից մեկը ամենափոքրը ցրտից մահացավ։ Այդ տանն ամեն բան անջատած էր՝ գազը, հոսանքը։ 6-ամյա ամենափոքր երեխան մահացավ, իսկ այն 3-ին տարան տուբ դիսպանսեր։ Ես գնում էի ծառայությունների ու ասում էի՝ ուշադրություն դարձրեք։ 2 ընտանիք ծայրահեղ վիճակում են գտնվում։ Մի ընտանիքում 2 աղջիկ են մեծանում, նրանք սարսափելի պայմաններում են ապրում։ Այնտեղ ավազակավոր չէ, այնտեղ անընդհատ տղամարդիկ են գնում, գալիս, զբաղվում են հարբեցողությամբ, այնտեղ ցուրտ է, խնդրում եմ ինչ-որ բան արեք։ Բայց այդ օգնությունը կարծես ուշանում էր այնքան ժամանակ, մինչև որ մենք հավաքվեցինք ու վերցրեցինք այդ երեխաներին։ Մենք վերցրեցինք թե այդ 3 եւ թե 2 երեխաներին եւ նրանք դարձան մեր ընտանիքը։ Երբ նրանք սկսեցին ապրել մեր տանը, ես զարմացած էի, որ մեր օրերում եւ մեր երկրում երեխաները կարող են այդպես ապրել, որ այսօր կան երեխաներ, ովքեր տառապում են դիստրոֆիայով, որ կան երեխաներ, որ 9 տարեկան հասակում ծովատառեխից, սիլյոտկայից ու լիմոնադից բացի ոչինչ չէին կերել, դա սարսափելի էր։ Դրանք երեխաներ էին, ովքեր երբեք մկրատով եղունգները չէին կտրել, չէին լվացել ատամները խոզանակով, չէին մաքրել ականջները, նրանք չգիտեին, թե դա ինչ բան է։ Մենք սկսեցինք այդ երեխաներին ամեն բան սովորեցնել։ Աղջիկներից մեկը միայն 9 տարեկանում սկսեց սովորել կարդալ, երեխաները շատ հիվանդ ու թույլ էին։ Նրանցից մի քանիսը ենթարկվել են տարբեր տեսակի բռնությունների եւ ստիպված ենք զբաղվել ոչ միայն նրանց դասերակցությամբ, այլ նրանց հոգիներով, քանի որ դրանք այնքան խոցված էին, այդ երեխաներն այնքան վախեցած էին, որ միանգամից արձագանքում էին ձայների յուրաքանչյուր բարձրացմանը։ Մի աղջիկ, որն ավելի փոքր էր տարիքով, երբ տանը մեկը ձայնը բարձրացնում էր, նա այնպես էր վախենում, որ մտնում էր սեղանի տակ ու նստում էր այնտեղ։ Նրան գիշերները վեր էին թռնում, գոռում էին, վազում էին տնով մեկ ու փնտրում էին ինչ-որ մեկին։ Բայց մեր կողքին միշտ մեր եկեղեցին էր եւ մեր Աստվածը, ով օգնեց մեզ անցնելու այդ բոլոր դժվարություններով։ Եկեղեցին օգնեց մեզ բարձրացնել այդ երեխաներին։ Ամբողջ մեր եկեղեցին ու ուրիշ եկեղեցիներ մասնակցում էին դրանում։ Նաեւ արտերկրից մարդիկ օգնում էին, օգնություն էին ուղարկում։ Մարդիկ զանգում են աջակցում աղոթքներով եւ դա անում են մինչեւ այսօր։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր թեկուզ փոքր-ինչ օգնել են մեր ընտանիքում, ով թեկուզ մի փոքր իր ներդրումն է ունեցել մեր ընտանիքում, որովհետև այս երեխաներն այսօր մի եկեղեցի են, դա մի ամբողջ բանակ է։ Մեր տանը 8 հոգի մկրտված է Սուրբ Հոգով, ու երբ այդ երեխաները բարձրանում ու սկսում են աղոթել, ես նայում եմ նրանց ու տեսնում եմ Աստծուն։ Այսօր մարդիկ ասում են՝ ուր է Աստված, ցույց տվեք մեզ Աստծուն։ Ես ասում եմ՝ եկեք իմ տուն, եկեք ու նայեք այն երեխաներին, ովքեր իմ տանն են ու դուք կտեսնեք Աստծուն։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ երեխաներն այսօր ծառայում են Աստծուն, նրանք քարոզում են, գնում են ավետարանչությունների, ծառայում են հիվանդանոցներում, նրանք ունեն գանձանակներ, որտեղ գումար են հավաքում, որպեսզի ծառայեն այլ երեխաների ու գնեն նրանց համար քաղցրավենիքներ։
Ավագ երեխաները գնում են տուն ինտերնատներ, որբ երեխաների մոտ նրանք ծառայում են փողոցներում, հիվանդանոցներում, քարոզում են մետրոներում, ավտոբուսներում, տրոլեյբուսներում, նրանք նայում են, թե ինչպես ենք մենք դա անում հայրիկի հետ, ու հիմա փորձում են իրենք առաջինը սկսել ավետարանել, որպեսզի ոչ թե մենք սկսենք, այլ իրենք։ Ես գոհանում եմ Աստծուց այն աշխատանքի համար, որ նա կատարում է իմ եւ այդ երեխաների սրտում, գոհանում եմ Աստծուց եկեղեցու նրա աջակցության համար եւ նրա համար, որ Աստված կանգ չի առնում, տալով մեզ ապաշխարություն, թույլ տալով իր հետ մտնել ուխտի մեջ։ Աստված շարունակում է գործել մեր կյանքում։ Նա ցանկանում է, որ իր անունը փառավորվի, որ մենք ծառայենք, որ մեզնից յուրաքանչյուրն իրականացնի այն կոչումը, որի համար Աստված կանչել է իրեն։ Թող Աստված օգնի մեզ մնալ հավատարիմ եւ իմ աղոթքն է, Աստված իմ, օգնիր ինձ գնալ մինչև վերջ, կանգնել քո առաջ ու ասել